պապինը։ Ասա պապ ջան։ Դավիթ ջան, բալես հիմար բան եմ արել, շուտ արա, հասի, քանի արյուն չի թափե։ Պապի ինչ է եղել։ Դավիթ ջան, հիմարություն արեցի, զանգեցի Լեոյին, ասեցի, որ մեր մանուշակը որոշել է երեխայից ազատվի։ Պապի ինչ ես խոսում, նորմալ բան ասա հասկանա։ Այ բալես, հիմարացել եմ, սխալի վրա եմ անում։ Լևոն տակարյունը, հանկարծ հիմարություն չանի, ցավը տանե։ Շուտ արա, ամեն մանուշակին գտի։ Դավ ինչ է եղել։ Սպասին արա։ Ես հիմա գնում եմ տաքսիով, դու ստեղ փակում ես ու գնում ես տուն։ Հասնես կզանգես, եղավ զգուշ կլինես։ Աստված իմ ես ինչ ա կատարվում։ Մանան խոսա էլի ցավը տանեմ, խոսա հասկանանք էլ ինչ անեմ։ Չգիտեմ։ Արա դե որ չգնայր քեզ գցեիր հիվանդանոցները այսօրը չէին կընկնի էլի։ Իսկ շուտ արա նստի քշի հիվանդանոց արագացրու։ Լսի մի բան եմ ուզում հասկանամ։ Դու այդ քայլով ինչ էիր ուզում արածել դեիթ, հեն մի հատ կասես։ Հերիքա խոսած, ասում եմ ինձ շուտ հիվանդանոց տար։ Մամ շտապօգնություն կաչի, մամ մի բան արա։ Լեա, այս վերցրու դիր։ Մամա մի բան արա, չի կտրվում արունը։ Մի բան արա, ինչ ես կանգնել, հունան։ Մամ շտապօգնություն կաչի, մամ մի բան արա։ Սարիկ շուտ արա ավտոտ բեր։ Լեո, ես ինչ ա եղել, Լեո։ Լսում ես ինձ։ Լեո։ Սարիկ։ Հարի շուտ արա։ Ինչ ա եղել։ Սով արի, հունան նարել։ Հարի օգնի։ Հունանի անուս գույշ տուր տղա։ Զգուշ։ Սարիկ ու դժված արի է։ Արի, ինչ ես անում, իմը հաշիվ պարզելու ժամանակ կա, նստի ավտոն։ Մի հատ նստեք մեքենան իմ տնից գնացեք արագ։ Սարիկ խնդրում եմ շուտ հիվանդանոց տարեք։ Արի, գնաց ինչ ժամանակ չկա։
անտրամադիր էր, թե ինձ թվաց։ Կարող է Դավիթի հետ ակրվել։ Նարե։ Նարե ջան, մի րոպե արի էլի։ Ինչ ա եղել, ինչ ես տխուր։ Ոչ մի բան ուղղակի։ Բալես ուզում ես ինձ խաբած լինես։ Բան չի եղել, ուղղակի հիմա չեմ ուզում խոսալ։ Չէ, պիտի հիմա խոսանք, նստի։ Դավիթի հետ ա կապված։ Բարես ասա հասկանանք ինչ ա եղել։ Դե ես ու Դավիթը վարկ էինք վերցրել, որ բիզնես սկսենք։ Այն օրը Լիայի աղբոր հետ կռվի մեջ ա մտել ու այդ հիմարները մտել են մեր տարածքը տակնու վրա են արել ու ամեն ինչը ջուրն ա ընկել։ Լեյայի աղբոր հետ։ Հա, դե պատմել էի, որ վատ հարաբերությունների մեջ են։ Ինչ գումարի մասն է խոսքը։ Մեծ։ Իմ անունով ենք վարկը վերցրել։ Իսկ դու նորմալ ես համարում, որ նոր նշանված արդեն վարկեր ես վերցնում քո անունով։ Պապ, դե ինչ իմանանք, որ տենց բան կլինի։ Չէ, իմ հարցը ուրիշ էր։ Դու նորմալ ես համարում, որ նոր նշանված արդեն քո անունով վարկեր ես վերցնում։ Առաջարկը իմն ա եղել։ Ինքն էլ համաձայնել ա։ Դե սկզբում չհամաձայնեց։ Պապ, Դավիթը այն մարդը չի էլի, ում կարելի ա չվստահել, չհավատալ։ Կներեք, ես հեսա կգամ։ Լեոին հիվանդանոց են տարել։ Ինչ ա եղել։ Չգիտեմ, Դավիթ գլուխն էր վնասել, Սարիկենք են տարել, խնդրում եմ, արի գնանք։ Դավիթ, ես էլ եմ գալիս։ Սարիկ հանգիստ քշի։ Արյունը կտրվել է։ Արա ինչի չթողեցիր գնամ այդ հունանին տենամ։ Ինչ գիտես որ տանն էր։ Դուրսը կանգնած էինք, ոչ մեկ չմոտիկացավ։ Պարզ չի որ տանն էր։ Թե քո մտածելով այդ ինանա գցել ես օրը։ Սարիկը քշի տուն աղբեր։ Ոչ մի տուն, գնում ենք հիվանդանոց։ Սարիկ ասում եմ տուն քշի։ Անիմաստ խնդիրներ չունենանք։ Թող հանեմ։ Հա, Դավ։ Ինչ ա եղել Լեոին, ուր եք։ Ոչ մի բան, հանգիստ տեղի։ Արասում խոսա, ովա, ինչ ա եղել։ Դավ ջան, գլուխն ա մի քիչ վնասվել, այդքան բան։ Չէ, հիմա նորմալ է, արյունն էլ կտրվել է։ Ասա տուն ենք գնում։ Տուն ենք գալիս, գնա տուն։ Հակոբ, չկրվես հետը, հանգիստ բացատրի, մեկա գիտես, որ կհասկանա քեզ։ Մեկը այդ Դավիթը շատ տարօրինակ է։ Նես տպավորություն, որ նա խուսափում է ինձ հետ հանդիպի։ Բայց ախր Սարիկն էլ ասում, որ լավ տղա է։ Չգիտեմ, մինչև չհանդիպեմ չեմ կարող ասել։ Ու այդ հանդիպումը պետք է հնարավորինս շուտ կազմակերպվի։
Հա, մամ։ Ուր ես Գրիշո։ Հիվանդանոցում։ Ինչի։ Մանանը մի քիչ լավ չէր զգում, վերել եմ տենամ ինչ կա։ Հիմա ո՞նց է վիճակը։ Չգիտեմ, մամ ջան, բժիշկները ինչ որ ստուգումներ են անում, հեսա կմտնեմ կտենամ։ Բայց դու ոնց որ մի տեսակ ես բան ա եղել։ Բակում նորից համերգ էր, ինչ պիտի լինի։ Հարիտ ու Լեոն կապան իրար, նենց խփեց, Լեոն ընկավ գետնին, գլխից առուն սկսեց գալ։ Վախի մալեվալա։ Ես չգիտեմ այս ամեն ինչի վերջին ինչա լինելու, բայց որ կոնկրետ մեզ համար ողբերգական ա լինելու, այդ փաստ է։ Նո պապան տեղը չի գտնում, չէ՞։ Ոչ, շատ հանգիստ նստած էր ներքևում։ Լավ էս ամեն ինչը դեռ մի կողմից հիվանդանոցի հասցեն ուղարկիր կան։ Չէ, պետք չի մամ ջան, հեսա կմտնեմ մոտը բժշկի կվերցնեմ մանանին կտամ տուն։ Պետք է, հասցեն ուղարկի։ Լավ։ Հա, գլուխդ պտտվում ա հələ։ Հա, մի քիչ։ Ասացի չէ գնանք մեծ հիվանդանոց թող նայեն։ Էս ինչ ա եղել երեխեք։ Վտանգավոր բան չկա, պապի ջան։ Այ քեզ ման, ներս եկեք։ Կամաց։ Դա թող տեսնեմ ինչ եղ։ Պապի թողելի խնդրում եմ, ամեն ինչ նորմալ է, հանգստացի։ Այդ տղա ջան, ինչն է նորմալ, ոնց հանգստանամ։ Դու տեսել ես ինչա վիճակդ։ Հա, սպասում եք հարց տան, որ պատմեք։ Այո։ Հեն ախպերս ոնց ես։ Նորմալ է ամեն ինչ, դավ։ Ուղղակի գլուխս է մի քիչ ճաղվել։ Հեն ունանն է արել։ Ավելի դավ։ Բարձա, որ հունանն է արել։ Հա։ Լեոին տեսար։ Հանգստացար։ Դավիթ։ Ոչ մեկդ ոչ մի բան չխոսակ։ Դավ ու մի հատ հանգստացի։ Չէ՞ լուրջ ուզում եք, որ այս տնից ինչ-որ մեկը կոնկրետ մարդասպան դառնա, հա։ Դավո։ Ինչ ա ուզասներդ։ Դուք ընդհանրապես ես կյանքում կողնորոշվել եք։ Գիտեք ձեզ ինչա պետք, գիտեք ինչ եք ուզում իրարից։ Ինչ ա ուզասներդ, պարտադիր պետք է մտեմ ձեր տուն, սաղին ավիրեմ, հա։ Թքած թե հետո ինչ կլինի։ Շատ եք անխային ընկեր, շատ։ Սպասի։ Ես ինձ երբեք թույլ չեմ տվել քեզ հետ կոպիտ խոսել, բայց հիմա ստիպված եմ։ Շանսատակ կանեմ, եթե մեկ է ձեր պատճառով երեխեքիս գլխից մի մաս պակասել է։ Հասկացար, ինչ եք ուզում մեզանից, հերիք եղավ, բոլ եղավ։ Որոշում ես կայացրել։ Գնա որոշումը վտապրի։ Ինչ ես եկել ես ցեղ կանգնել։ Ուղղակի ուզում եմ տեսնեի ոնց է պապին։ Գնա այս ցեղից։ Հեռացիր։ Արագ։ Ոնց ես։ Վատ Գրիշ, շատ վատ է։ Գնա տեսեց ստուգումների պատասխաններն ինչ եղան։
Նոր եմ տեսել բժիշկին էլ պատրաստ չի պատասխանները։ Ոնց քանդեցիր ու փչացրեցիր ամեն ինչ։ Նենց մեծ հույսեր ունեի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ոնց էի հիմարի պես հավատում դրան։ Ամեն ինչ sense տենես լավ է, ինչ ես հիմա խոսում։ Չի կարա լավ լինի։ Ես քեզ չեմ ներելու մաշից երեխա ունենալը։ Մանա ջան, հիմա վախն է թեման բացելու, չես կարող մի անգամ չխոսես դրանից։ Չէ, հենց հիմա պիտի խոսամ դրա մասին։ Չեմ ներելու Գրիշ։ Համեկ-մեկ փորձում եմ ինձ ստիպեմ, որ անցնեմ այս թեմայի վրայով, բայց չեմ կարողանում։ Հենց ուզում եմ մոռանամ, ինքս ինձ չեմ ներում։ Էսուր հասցրիր մեզ։ Լավ ինչ էիր ուզում ապացուցեիր։ Դավաճանելով ինչ էիր ուզում ցույց տայիր։ Լավ մանա ջան, հիմա ոչ այդ թեմայի մասին խոսալու տեղն է, ոչ է ժամանակը թարգելի։ Որովհետև քեզ մեղավոր ես զգում, բայց չես ուզում ընդունես իմ հանդեպ ստորություն անել էդ։ Այդ վենակ իմ արածներ, հա, ստորություն։ Խի որ եկել էիր երեխուն հեռացնել, դա ստորություն չէր։ Չփորձես ինձ ինչ-որ բանում մեղադրես, հասկացար։ Չփորձես։ Իսկ հիմա գնա։ Դե բա ոնց, ամեն ինչում ես եմ մեղավոր, չէ։ Գրիշ, ինձ լավ չեմ զգում, դուրս գնա։ Ախ, պապի ցավում է կամաց։ Բա հանգստացի։ Բա ինչ անեմ, այ բալա։ Հիվանդանոց չես գալիս, չես թողնում վերքը մշակեմ, հետո Ապեր մի հատ կասես հասկանանք, դա ոնց եղավ։ Դե ոնց եղավ Սարիկ։ Կանգնած էի Հունանի հետ խոսում էինք, հետո անսպասելի խփեց։ Ես էլ ընկա գլուխս խփեցի քարին։ սպասիլը ես դրա գլուխը քարում ջարդելու։ Բաբի չես կապում գլուխը։ Չէ, դա ոչ կապել, ռադարեք։ Բատես բաց մնա գլուխդ։ Հա։ Բայ թող հանգստանա։ Տեսնենք ինչ ենք անում։ Հա, նորություն չկա։ Այլ ստուգումներ են անում, հեսա պատասխանել եք իմանանք էլի։ Իսկ իրեն ոնց ասգում։ Վատ։ Ուզում եմ գնամ հետը խոսեմ։ Ինչ հետ կապված պետք է խոսաս որ։ Դե ստեղծված իրավիճակ է։ Բամջան հիմա ընդհանրապես պետք չի այդ ոչ մի բանը խոսալ։ Պետք է։ Բայց արժեր, որ սրան մեր հարցերի մեջ խառնեինք։ Կոպար ինձ թվում է հա։ Թվալով չի արամ։ Այս ավոն Հունանի դեմ լիքը կամպրոմատներ ունի։ Հետո ինչ։ Ես եմ երկու հատ մեր հետ կնստի կհելնի ու մեր դեմ էլ կունենա։ Դրա մոտ ավել պակաս բաներ չխոսած, մինչև հասկանամ ես ինչ կերպար է։ Ես ինչ լավ ենք հավաքվել։ Արտյոմ ջան, նորից հաճելի է։ Արամ, ամեն ինչ կարամ։ Բարև աղբերս։ Չէ, սենց չեղավ ցավները տանում։ Ես ասում եմ, մի հատ խմելու բան բերեն, համ մի բաժակ կխմենք, համ էլ ընթացքում կանցնենք բուն թեմային։ Անցնենք բուն թեմային։ Ես շրջապատում սիրում եմ, որ լավ մթնոլորտ եմ ապահովում, ցավը տանեմ ու լավ տրամադրություն, բայց եթե դու տենց ես ուզում, խնդիր չկա։ Լավ մթնոլորտին էլ շատ կավո։ Ես էլ լիքը հարցեր ունեմ բարձելու։ Արամս չի ասել, որ հարցազրույցի անվան ենք հավաքվում, ես չէ լրիվ ուրի ձև կգայի։ Լավ, հյուրը դու ես, ոնց կուզես։ Անցած անգամ ինչից ասես խոսացիր, բացի ինձ հետաքրքրող թեմաներից։
Արտյոմ ջան, ախպերս։ Լավ, ուրեմն ես քեզ մի երկու կարևոր բան ասեմ, շատ կարևոր։ Ես հունանի նման վտանգավոր կենդանի էլ չեմ ճանաչում, ինչքան որ ինքն է։ Ես որ ինձ sense པարզ եմ բաղում, թեթև բան եմ բաղում, ցավը տանեմ, այդ իմ բնույթն է։ Չեմ սիրում մարդկանց լարեմ, ու ես կյանքում լարված ապրեմ։ Բայց այն չի որ լիքը բան չգիտեմ։ Քեզ թվում անես չեմ ջոգել ախպորոդ հետ, Արսենի հետ կապվածը։ Եթե խոսում ենք բուն թեմայից, ուրեմն խոսալու ենք առանց կասկածների ու իրար վստահելով։ Լավ։ Հիմա ինչ։ Դու մտածում ես, որ ախպորդ Արսենին հունանն է սպանել։ Ես եթե մի բան մտածում եմ, ուրեմն հիմքեր եմ ունենում։ Ցավդ էլ տանեմ։ Հարգեցի։ Ու ասեմ մի բան, հունանից հեռու չի։ Ես անցած հանդիպանը ասեցի, չէ, որ հունանն է իմ ախպորը սպանել։ Հունանն է ախպորս գլուխը կերել տարիներ առաջ։ Բայց դրա հետ մեկտեղ մնացել է իրա փեսան ու լա ինչ-որ գործերի մեջ էլ խառն ես եղել։ Հա, մնացել եմ, շատ զգուշությամբ, շատ մեծ ուշադրությամբ, տո պետք է 20 տարի էլ կապրեմ, իմ համար հեշտ չի եղել, Արտյոմ ջան։ Այն ինչ որ ես եմ ապրել, ես եմ տեսել ու ես եմ զգացել, այդ մենակ ես գիտեմ, ու իմ համար հեշտ չի եղել, պետք է էլի կսպասեմ, որովհետև անելու բան ունեմ, վրեժ ունեմ։ Բայց գիտես ինչ, այս կյանքում մի շատ կարևոր բան եմ հասկացել, որ պետք է չվռազես, զգոն լինես նպատակիդ հասնելու համար, որ ժամանակը գա, ճիշտ նշանատեղին խփես ու ցավից չոքացնես, որ ուզենա վեր կենա, էլի չկարենա։ Հա, ախպերներ ջան, կյանքը տես բան է, կյանքը շատ հետաքրքիր բան է, ինքը քեզ հետևում է, տենում է, եթե դու իրա տված հնարավորությունները ճիշտ ես օգտագործում, համբերատար ես լինում, մի օր կանչում է մոտը, ասում է արի, քո համար էլի նվերներ ունեմ պատրաստած, դե վերցրա ու անելիքդ արա։ Լավ, արի այդ փիլիսոփայելը դնենք մի կողմ, անցնենք գործի։ Դու հետս լինես, թե չլինես, Արտյոմ, ես իմ անելուն անելու եմ։ Ես հունանին մարմանդ եմ սպանելու, ես հունանին դանդաղ եմ վերացնելու, ախպերս։ Ես շատ եմ ապրել, ես շատ եմ զգացել իմ անելուն ու ոնց պտի անեմ։ Պտի չվռազենք, մենք կոնկրետ պլան պտի գծենք, անելուց ուղեղով անենք, տես դու մի անգամ պրոմը խստվել, Արամ, պտի չանեիր, երկրորդը չանես, քեզ թվում է ես չգիտեմ, չանես ու շատ իրեղի։ Լավ, ես մի հատ ասեմ խմելու բան բերեն ու կշարունակենք, մեկ ասես չեմ կարում էլի, մի բան կիսատա, ցավը տանեմ։ Ով ես դու, ովո։ Չբացահայտված կերպար ապար։ Բայց հստակ գիտի, որ Էռնան քո ձեռքով է գնացել։ Իրականում ապար շատ միամիտ է ստացվել։ Այդ կապ չունի, Արամ։ Ինչքան ուզում ես իրան ապացուցի, մեկը ինքը քեզ չի հավատա։ Ես եմ մեղավոր։ Պիտի չասեի, որ հունանի պատճառով են հորդ սպանել։ Ախր ով էր մտածողը, որ դու տակ-տակ հելնելու ես հասնես իր ազդուն մի հատ քրոջը ավտոյի տակ գցես։ Լավ օպար, ախպոր պես թեման փոխել, էլի գիշերներ էլ չեմ կարող քնեմ։ Խնդրում եմ չհարցնեք ոնց եմ, այդ հարցից արդեն ներվայնանում եմ, շատ վատ եմ։ Կխնդրեմ այդ ագրեսիատ մի կողմ թողնես ու հանգիստ խոսենք։ Էս ինչ է եղել, որ ձեր հետ հանգիստ խոսելու հնարավորություն եմ ստացել։ Հա, կներեք, մոռացել էի։ Այս անգամ Գրիշի սխալը ծածկել հնարավոր չի ուրիշ մարտավարություն եք ընտրել։ Որ խնդրեմ կլռես։ Ախր ինչ պիտի ասեք։ Որ լռես կիմանաս։ Ես որպես կին հասկանում եմ, թե ինչ ես զգում։ Ես գիտեմ, թե ինչ ծանր իրականության մեջ ես։ Բոլորս ենք այս իրականության մեջ։ Բայց հանկարծ չմտածես, որ ինչ-որ կետում ես դավաճանությունը կարդարացնեմ։ Լինի դա Գրիշինը, թե ինչ-որ ուրիշ մեկինը։ Էական չի։
Ես չգիտեմ այսքանից հետո ոնց պիտի ապրեմ։ Չեմ կարողանում աչքերին նայել, հասկանում եք։ Գնացել էի ուզում էի հրաժարվել երեխուցս։ Լավ ոնց կարելի է մարդուն այս վիճակի հասցնել։ Ինչքան դաժան պիտի լինես, որ սիրածդ մարդուն տանջես։ Ով է տվել այդ իրավունքը, կասեք։ Ոչ մեկը։ Իմ ուզածը ընդամենը երջանիկ ընտանիք ունենալն էր։ Ես առանց մամայի ու պապայի եմ մեծացել ու չէի ուզում, որ իմ երեխեն հանկարծ զգար այդ ինչա։ Ես ուզում էի իմ երեխեն տեսներ ինչա նշանակում սիրո ու հոգատարության մեջ ապրելը։ Իմ ուզածը ընդամենը էդ ա եղել։ Իսկ հիմա ես ինձ ամեն հարցում պարտված եմ զգում։ Ներսիս ցավն ենքան շատ է, որ մարմնովս եմ անգամ զգում։ Չեմ կարողանում ներեմ Գրիշին, չի ստացվում։ Ինքն իրավունք չուներ իմ երջանիկ ընտանիքի մասին երազանքը տրորեր։ Այդ նաև իրա համար էր։ Ես իրա համար էլ էի երազում։ Ես խոսել եմ այդ աղջկա հետ, հեռու կմնա ձեզնից։ Հետո ինչ։ Հեռու մնալով իրականությունը չի փոխվելու, չեք հասկանում։ Հասկանում եմ։ Դե եթե հասկանում եք, ուրեմն մեր խոսակցությունը անիմաստ է։ Բժիշկներին տեսար։ Մամ ջան, տեսա ասին երեխի փող ամեն ինչ կարքի նկարել հանգիստ լինի։ Գրիշո կներես ինձ։ Ինչի համար։ Չգիտեմ ինչ անեմ, որ քեզ օգնեմ։ Ինչ անեմ, որ դու ու քույրդ չտանջվեք։ Մենք էլ չգիտենք։ Եթե մի օր Մանանը իմացավ, որ պատմությունը չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ է կատարվելու։ Ես արդեն պատկերացրել եմ, կարաս հանգիստ լինես։ Լավ ասա, ինչ կարող եմ անել, որ չեմ անում։ Ուզես անկեղծ ասեմ, մամ ջան։ Ես վերջերս պապան ասում է, նենց չանես Մանանը իմանա իր հոր սպանության մասին։ Այլ այդքանից հետո ես դեզնից ինչ սպասեմ։ Եթե անկեղծ էլ ոչ մեկից հետ ոչ մի օգնություն պետք չի, ոչ մի տենց աջակցություն պետք չի։ Ես իմ գլխի ճարը կտենամ, ես ոնց շոգում եմ, մենակ իմ վրա պիտի հույս տնեմ, հենց որ կարաս ելնես գնաս տուն նորմալ ասա, մամ ջան։ Մի րոպե, Դավիթ։ Պապի, ես հենց հանգիստ չեմ կարող նստեմ։ Տղեկ հիմա չուզեցա խոսել, որ հետևիցս չգային մի փորձանքի մեջ ընկնեին, բայց ես գնում եմ այդ հունանին տենամ։ Ոչ մի տեղ չես գնում, խնդրում եմ քեզ։ Պապի, ախորս վիճակը նայի։ Ինչ անենք, էս էլ կուլ տանք, ինչ որ շատ չենք ես վերջերս կուլ տալիս։ Դավիթ, խնդրում եմ, ոչ մի տեղ չես գնում։ Մի արա։ Դավիթ, բաց ասում եմ։ Պապի, գնա տուն։ Ներս անցի արագ։ Պապի, ասում գնա տուն։ Արի տուն գնա, ասում եմ քեզ վերջին անգամ եմ կրկնում։ Պապի, գնա տուն։ Ոչ մի տեղ չեմ գնա առանց քեզ, խնդրում եմ քեզ։ Անմիջապես ներս գնա։ Ինչքան պետք է ասեմ քեզ, պապի ջան, գնա տուն, գգամ հեսա։ Հələ մի րոպե, ինչ է եղել, ինչ է գորգրոցներդ քցել։ Էս էր ինձ պակաս որ։ Հա, պակաս էի։ Եկել եմ որ պակասություն չզգաք։ Ինչ է եղել, այ հեր։ Դավիթ, նորից եմ ասում։ Ներս անցի, խնդրում եմ քեզ։ Դավո։ Ախպորպես են կոմբոն։ Հա, հերիքա, գժվացրիք։ Մի հատ մեկն ու մեկը կասեք ինչ ա եղել, ինչ ա կատարվում։ Այն պետք լինի։ Հունան ու Լեոն կռվել են, սա էլ գնում է որ Հունանին տեսնի։ Այն ոմանցի։ Դու ոչ միտեղ չես գնալու, լսում ես։ Ոչ միտեղ չես գնալու այդ մեկ։ Երկրորդը, վերջը եկաք,
Հա? Եկաք են համոզմունքին, որ ճիշտ էի, որ այդ անասունը միջև Լեոյից գլուխը չուտի չի հանգստանալու։ Ինչքան ժամանակ նույն երգն եմ երգում, գալիս եմ, խնդրում եմ, պահանջում եմ, չեք լսում, ասածներից վրա թքած ունեք։ Ավո դե մի կողմացի։ Ինձ լսի, Դավո։ Քո գնալով դու ոչ մի հարցի լուծում չես տալու, լսում ես, ոչ մի բան չես անելու, ոնց գնացիր տենց հետ ես գալու, կամ էլ հորիզոնական պարկած ես գալու։ Ես դրա թույլ ուժեղ կողմերը լավ գիտեմ։ Ինձ լսի, էլի, հայ տղա, ինձ լսի, առանց քեզ այս տան մարդիկ կորած են, մի հատ հանգստացի։ Ավո աղբորս ա վնասը։ Գլուխը բացել ա։ Լսի, մենք էլ դրա հերը կանիցենք։ Այդ հոպարը տա քեզ խոսք տալի, ցավը տանեմ, հերը կանիցենք։ Էդի Սարգսյաններին ուզեցել է տարորի, բայց չի կարողացել, չի ստացվել։ Ինձ լսի, մենք գիտենք ոնց կանենք։ Հատարհատ հոպարը կասի ոնց կանենք։ Ինձ լսի, էլի, գոնե մի անգամ ինձ լսի ու հավատա, ցավը տանեմ, խնդրում եմ։ Գնա։ Չես ուզում, այս ստենաս։ Հա, չեմ ուզում։ Հենց նայում եմ դեմքի դավաճանությունդ եմ հիշում ու գժվում եմ դրանից։ Արեքանք ոնց ասեմ, որ հավատաս, ես էլ այդ մաշի հետ գործ չեմ ունենալու, սխալմունքը էլ է անցի առաջ էլի սպանիր։ Իսկ չես կարծում, որ այդ սխալմունքդ շատ թանկ նստեց մեր վրա։ Ախպեր ուզում ես գնամ դրան զորով բերեմ ստեղ, ինքն իրա բերնով ասի, որ ես իրան ոչ մի բան չեմ խոստացեք, ուզես։ Ու քեզ թվում է ես այդքան կիչնեմ, հա, քեզ լուրջ տենց հա թվում։ Լավ, ինչ անենք, Մանան ջան, էլ ասա։ Չգիտեմ։ Ես պատրաստ էի ներեի դավաճանությունը հանուն երեխուս, որ երեխես առանց հայր չմեծանար։ Բայց դավաճանությունը էլ անհետք չմնաց, որպես հուշ հիմա երեխա կա։ Ախպեր ասում եմ ինձ է դրա երեխեն պետք չի, չես հասկանում, փագի թեման, վայ։ Պետք չի, այդ քո խնդիրն է։ Բայց ավելի վատ քո համար, եթե պետք չի, որովհետև խոսքը երեխու մասին է, ոչ թե ինչ-որ նոր մեքենայի, որ պապատա նվիրում ու դու չես ուզում։ Հենց որ տենց երեխա սիրող էիր, խի էիր եկե բահան էիր երեխուն։ Որովհետև այնքան եմ զզվում քեզնից, որ չէի ուզում երեխա ունենայի քեզնից, որ ամբողջ կյանքում ինձ քեզ հիշացներ։ Ուրեմն լսի Մանան, ես միշտ քո աչքի առաջ եմ ելնելու, ու դու էլ մենակ ինձ ես սիրելու, հասկացար։ Սիրեմ մեկին, ով դավաճանել է ինձ, ով սիրուհուց երեխա է պատրաստվում ունենա, ով ծեծել է աղբերներից, ջարդ ու փշուր արել աղբորս խանութը լուրջ։ Որ նորմալ պահին աղբերները այդ օրը չէին ընկնի։ Իսկ ինչ կանեիր, եթե ինչ-որ մեկը քրոջդ հանդեպ նույն կերպ վարվեր։ Ինչ կանեիր, եթե քրոջդ Լեոն դավաճաներ ու խաբեր։ Ես հիմա մի բան եմ ուզում։ Ուզում եմ ինձնից հեռու մնաս։ Ու ուզում եմ բաժանվեմ քեզնից։ Մենակ այդ դեպքում ես երեխուն կունենամ։ Ուզում ես բաժանվես, հա։ Հա։ Ուզում եմ ու կբաժանվեմ։ Ուրեմն հիմա ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե չես ուզում տանը անդամներին հատ կախաղան անեմ, ուրեմն մտքիցդ կհանես այդ բաժանվելն էլ, երեխուն հանրել, հասկացար։ Գնա։ Կգնամ։ Գնամ, որ երեխու հետ քեզ մենակ թողեմ, չէ՞, քո շատ սիրելի երեխայի հետ։ Գնա։ Գնա, եթե չես ուզում նորից վատանամ ու իսկապես երեխուն մի բան լինի։ Մերոն կգան հետևիցս։ Ձերոնք կգան, հա։ Հա, մերոնք։ Ես մենակ չեմ ու անտեր չեմ։ Վայ, Մանան։
ասել են։ Պարոն Մակունց, ասել էի Գավոյի վերջին հեռախոսային խոսակցությունները հանեմ։ Եթե Էռնայի հետ կապված բան չկա, ուրեմն պետք չի։ Էռնայի հետ կապված պետքական ինֆորմացիա չկա։ Արամի հետ մի քանի հեռախոսազրույց կա, հիմա դրանք Telegram-ով կուղարկեմ։ Բայց մի հատ թեմայից դուրս կա, որ կարծում եմ ինչ-որ կերպ կարող է հետաքրքրի։ Ու ինչ։ Ռուսաստանից մի տղա էր զանգել Ավային, ասում էր աղբորը տելեֆոն եմ գտել, բժշկուհի ա որդեգրել, հիմա էլ Հայաստանում են, տվյալները WhatsApp-ի դեմ ուղարկել։ Դրանից հետո էլ աղոն զանգես մի կնոջ, ասես բարև ձեզ Տիկին Օլգա։ Տիկին Օլգա։ Հա։ Լավ, ապրես շատ։ Ռաֆի տողունա գտել, պաստորան։